Տերը իմ հովիվս է, ես բանի մը կարոտություն պտի չունենամ, զիս հոտավետ արոտներու մեջ կպարկեցնե, հանդարտ ջրերու քով ինձի կառաջնորդե, հոգիս կնորոգե, իր անվան համար արդարության ճամփաներու մեջ կառաջնորդե ինձի, թեև մահվան շուքի ձորի մեջ ալ պտտիմ, չարեն պտի չվախենամ, վասնզի Տերը ինձ հետ է, քո ցուպտ ու գավազանդ անոնք զիս պտի մխիթարեն, սեղանը կպատրաստեմ իմ առջևեն թշնամիներուս դիմաց, իմ գլուխը յուղով կոծես, իմ բաժակս խիստ լեցուն է, երավի բարերությունն ու ողորմությունը ինձի հետ պտի գան, կյանքիս բոլոր օրերու մեջ, ու շատ օրեր Տիրոջ տունը պտի բնակվեմ, ամեն, բարի լույս, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, աշխարհով մեկ սփռված իմ հայ ժողովուրդ, թող ձեր օրը լցված լինի օրհնություններով և Աստծո լույսով, սիրելիներս, մի բարակ ձյուն է եկել, գետինը սպիտակեցրել է, թող այս ձյունը մաքրի տանի բոլոր հիվանդությունները, սիրելիներս, սա մեր կայծելնին է, ժամանակավոր, հարկեր են կետաժերկաներ է պատրաստել ամուսինս, տարաները շարում ենք այդ սենյակում, սա ժամանակավոր է, պետք է սարքենք մառան և արդեն կտեղափոխենք, ամեն ինչն էլ կլինի կամաց, տեսնում եք շարված, հերթով, կարգով, արդեն սկսել ենք օգտագործել, թե կոմպոտներից, թթուներից, ամեն ինչն էլ արդեն սկսել ենք օգտագործել, տեսնում եք, այս հենց կոմպոտների շարքն է, թթուներն են, դեռ չի բավականացնում, սիրելիներս, երկու եմ շարել, կգա ժամանակը այդ մառանն էլ կունենանք, ամեն ինչը ունի իր ժամանակը, այսօր որդիս շուկա էր գնացել, մի քիչ գնումներ է կատարել, ուզում եմ ձեզ ցույց տամ, արդեն սուրճը պատրաստ է մեր, այս համեղությամբ պետք է խմենք, գնել է փախլավա արկղով, հիմա կբացենք, սուրճը կվայելենք, նոր ցույց կտամ արդեն գնումները, լավ, ընտիր կառալյոկները, արկղով էժան է նստում, հարգելիներս, ավել լավ է արկղով վերցնենք, քանց կիլոյով, հիմա սա կառալյոկը թողորդից վերցնի, գնել է բավականին միս, թե ճաշի համար հլը կտորները տեսեք, խնդրեմ, ընտիր միս է, ճաշի համար, տոլմայի համար, ամեն ինչը կարող եմ պատրաստել, սիրելիներս մոտենում է ամանորը, միսը գնել ենք, համ բաստուրմա պատրաստեմ, համ էլ սուջուխ մսով, թարմը միս, սա էլ մի կողմ դնենք, հերթով ցույց եմ տալիս, հերթով կարգում, այստեղ բաստուրմայի միսն է, պետք է բաստուրմա պատրաստենք, միասին եք պատրաստելու, ձեզ հետ միասին, ամեն նրբություն, ամեն իր գաղտնիքներով ցույց եմ տալու, թե ես ինչպես եմ պատրաստում, իհարկե այս ճիլերը կմաքրենք լրիվ, ընտիր, հենց բաստուրմայի իսկական միսն է, այս բոլորը կմաքրենք, նոր կպատրաստեմ բաստուրմա, այստեղ էլ գնել է, պետք է մսով սուջուխ պատրաստեմ, հատուկ սուջուխի համար միս է, կիլո 600 գրամ սա է, կիլո համայրա 900 սա է, կբացեմ, կլվանամ, կաղանք, նորից միասին, ինչ անելու է, միասին ենք անելու, սիրելիներ, սա միս է,
Ցույց տվեցի բաստուրմայի սուջուխի ճաշի միսը, սա էլ խոզի միս է խորովածի համար, այսօր երեկոյան խորոված է պատրաստելու որդիս։ Նայեք, մի պակետ գնել է սպանախ, հլը տեսեք ինչքան իր սպանախ է։ Շատ սիրում ենք մենք բանջարեղեն, նորից ձվով կպատրաստեմ։ Կանաչ բողկ է, բողկն էլ շատ առողջարար է, միշտ գնում ենք, թե սպիտակը, թե կանաչը, բայց ես կանաչն եմ շատ հավանում, կանաչի ջրայրությունը, համը, յուրահատուկ համ ունի կանաչ բողկը, երկար սպիտակն էլ է շատ համեղ։ Կարտոֆիլ է, կարմիր, լվացած մաքուր կարտոֆիլներ են։ Ճիշտ է, մի փոքր թանկ է, բայց ավելի ձեռնատու է։ Սա վարունգ է, գնել, կարմիր պղպեղ, տեսնում եք ինչ լավ պղպեղներ են։ Այստեղ կարմիր լոլիկներ, երեխաներին իհարկե անպայման հեղուկը լիմոնադ, պետք է խառը կանաչի, սամիր, համեմ, մաղադանոց էլ ունենք հողամասում, տեսեք սիրելիներս, արդեն մեծ պակետով ինձ համար ձեռնոցներ, սիրով ձեզ համար պատրաստելու ժամանակ կկրեմ այս ձեռնոցները, կհագնեմ և մսի հետ գործ կունենամ։ Եվ մեր մատնակաշը, հայկական անուշ մատնակաշ, թեթև, ընտիր և շատ անուշ համու հոտ։ Գնել է նաև լավաշ, մեր հայկական անուշ լավաշը։ Այսքանն էր գնումները սիրելիներս, իսկ հիմա տեղավորենք և անցնենք բաստուրմայի մսի մշակման պրոցեսին։ Հիմա որդից արդեն անցել է միսը մշակելու։ Մասերի է բաժանում կտորների, փափուկներն առանձին աղալու համար, ոսկորոտ մսերը առանձին ճաշի համար։ Շատ լավ է աղալում։ Հա։ Ամեն ինչում որդիս օգնում է, ընտանիքի սիրո շնորհիվ է, որ երեխան հասկանում է ինչ է նշանակում սիրել, սիրված լինել, մենք էլ ինչքան կարողանում ենք, սեր ենք տալիս, որպեսզի ընտանիքը լինի ամուր սիրո մեջ, իմ շատ սիրելի բարեկամներ ջան, այսպես հերթով կբաժանի մասերի, կառանձնացնի միսը։ Այս ափսեի մեջ էլ այդ ավելորդ փոքր կտորները ջիլերը, մի խոսքով լրիվ մանրակրկիտ մաքրում է միսը։ Շնորհակալ եմ բոլորիցդ ձեր բարի ջերմ խոսքերի համար, ձեր սիրո համար իմ հանդեպ, աշխարհի ամենահարուստ մարդն եմ, որ ունեմ ձեզ, իմ լավ բարեկամներ։ Իսկ հիմա մաքրում է բոլոր մսի վրայի ջիլերը, յուղերը, պատրաստում է, որ արդեն ձևավորի բաստուրմայի մսի կտոր։ Սիրելիներս, հատուկ բաստուրմայի միս է, վաճառում են առանձին կտորներով, այսպիսի կտորներով, որ բաստուրմա են պատրաստում։ Հիմա կկտրի, արդեն մսին քառակուսի ձև կտա։ Որդից վերցրել է տարա խորը, մեջը լցրել է խոշոր աղ, միսը
կտորները աղով պետք է 4 բոլորը պատի։ Մի կողմ է դնում, մյուս կտորն է թաթախում աղի մեջ։ Պետք է միսը ամբողջական լրիվ պատված լինի աղով։ Հիմա նորից աղ է ավելացնում։ Օգտագործելու ենք այս երկու կտորի համար կես կիլոգրամ աղ։ Հիմա արդեն աղը լցրեց, բոլոր 4 կողմերը պատեց աղով։ Սիրելիներս, այսպես աղի մեջ 6 օր պետք է մնա։ 3 օր այս մի կողմի վրա, 3-րդ օրը կշրջեմ մյուս կողմը։ Այս իրեն հեղուկը, որ դուրս կտա, ես չեմ թափելու, թողնելու եմ մեջը։ 6-րդ օրը կհանեմ, լավ կլվանամ, էտապ առ էտապ ձեզ բոլոր մանրամասը ցույց եմ տալու։ Հիմա աղից հետո բերանը կծածկենք, կդնենք սառը տեղ ու ձեռք չենք տա 3 օր, կուհե 3-րդ օրը կշրջեմ։ Դուք ցանկություն ունեք այդ մսաջուրը թափեք։ Սիրելի հետևորդներ ջան, նախորոք փափուկ միսը լավ լվացել եմ, ջրքանվել է և աղում եմ։ Պատրաստում եմ մսով սուջուխ։ Քայլ առաջին, աղում եմ միսը։ Ինձ մոտ 3 կիլո 800 գրամ միս է։ Մսի հետ նաև կաղամ սխտորը։ Սիրելի հետևորդներ ջան, աղալու եմ 2 անգամ։ Առաջին անգամ խոշոր ցանցով, երկրորդ անգամ մանր ցանցով։ Հիմա կադրից դուրս միսը 2 անգամ աղամ, որ ձեր թանկ ժամանակը ձեզանից չխլեմ։ Հետո կհանդիպենք համեմելու ժամանակ միսը։ Վերցրել ենք յուղոտ միս։ Յուղոտ միսը ավելի կպչուն է լինում, կոկ է ստացվում և շատ համեղ է լինում սուջուխը։ Դրա համար էլ մի քիչ յուղոտ միս վերցրեք, որ ավելի համեղ լինի։ Հիմա ավելացնում եմ համեմունքները։ Լցրեցի աղ, սև պղպեղ աղացած, բահար, քիմիոն։ Ես զիռա չեմ ավելացնում, սխտորը մսի հետ աղացել եմ և լցրել եմ նաև չամանը։ Հիմա ջուր չեմ ավելացնում, մենակ համեմունքներն եմ ավելացնում ու լավ հունցնում եմ, որ համերը խառնվեն իրար։ Սուջուխն էլ ինչպես բաստուրման քայլ առ քայլ ես ձեզ ցույց կտամ։ Պետք է ամեն ինչ անել տեղը տեղին, քայլ առ քայլ, որ շատ համեղ արդյունք ստանանք։ Առաջին քայլը աղալն էր, երկրորդը հիմա արդեն հունցում եմ միսը համեմունքներով։ Ես ամեն քայլի ժամանակ ձեզ կասեմ ինչ եմ անում, ինչպես եմ անում։ Ես համեմունքները քիչ եմ ավելացնում։ Սիրելիներս, այստեղ մեր գեղեցկուհի Ալյոնան է, ուզում է ձեզ բարևել, բարևում է, շատ ուզեց, որ գա տեսնի, թե ինչպես եմ պատրաստում։ Ասեցի, համեմունքները, սիրելիներս, քիչ-քիչ եմ լցնում, ամեն օր կավելացնեմ։ Այսպես միսը հարվածում եմ, որ աղացած գնդիկները բացվեն, նորից լավ հունցում եմ։ Ամեն օր կավելացնեմ, համտեսեմ, միանգամից որ լցնեմ, արդեն կարող է աղի լինել, համերը սուր լինեն, դրա համար քայլ առ քայլ ամեն օր կավելացնեմ։ Սիրելիներս, Ալյոնան շատ շնորհալի է, ասեցի, սիրում է հայկական խոհանոցը, եկել է տեսնի, սովորի, պատրաստել է սիրում հայկական ճաշատեսակներ և ուտել է սիրում, իմ լավ բարեկամներ։ Այս ձեռնոցը հեսա պետք է փոխեմ, արդեն ինձ խանգարում է, կպչում է մսին և բացվում է, չի լինում, մեծ է մի քիչ դրա համար։ Հիմա ուզում եմ սև ձեռնոցները փոխեմ արդեն, կփոխեմ, նոր կշարունակեմ հունցելը։ Սպիտակ ձեռնոցները հագա,
շարունակում եմ հունցելը։ Սիրելիներս, լավ հունցելուց հետո կդնեմ բաստուրմայի մոտ սառը տեղ։ Այս գործողությունը հունցելու կկատարեմ 5-ից 6 օր, մինչև միսը լավ սևանա, հասունանա մի խոսքով։ Այսպես։ Այստեղ էլ որդուս մեջքն է բռնվել, միսը պատրաստելուց հետո սկսեց ցավել, պառկել է հատակին, եթե ցավը շարունակվի, մի ասեղ Վոլտարեն կսրսկենք։ Վերջ, այսքանով ավարտում եմ այս հոլովակը, ձեզ մաղթելով եղեք առողջ և օրհնված, տանեմ բերանը ծածկեմ, դնեմ սառը տեղ, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։